Ողջույն 24 TV-ին շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօր իմ հյուրն է Արդար Հայաստան կուսակցության նախագահ փաստաբան Նորեր Նորիկյանը։ Բարև ձեզ, պարոն Նորիկյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ մեզ ընկալելու համար։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Խոսենք վերջին իրադարձությունից, այսպես իրադարձություն է փորձում քաղաքացիական պայմանագիրը ներկայացնել, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նշում է, որ պատմական իրադարձություն է տեղի ունեցել 3 տասնամյակի ընդմիջումից հետո եւ Ադրբեջանի տարածքով 15 վագոն բեռ է եկել Հայաստան, ցորենի մասին է խոսքը, Ռուսաստանից Ադրբեջանի, Վրաստանի ճանապարհով, երկաթուղային ճանապարհով եկել է Հայաստան, սա որպես դրական քայլ է ներկայացնում եւ ասեմ բացառապես օգոստոսի 8-ի համաձայնության հետևանք է եւ արդյունք է այս ամեն ինչը։ Ինչ մեծ դրական այսպես իրադարձություն է տեղի ունեցել պատմական, ինչպես իրենք են նշում, եւ արդյոք սա խոսում են մասին, որ խաղաղությունը հաստատված է։ Շնորհակալություն մեկ անգամ եւս հրավերի համար, այն որ դա իրադարձություն է, ես էլ կարող եմ հաստատել, չնայած այն հանգամանքին դա բնորոշել որպես պատմական, չգիտեմ, այլ հարց է, բայց այնուամենայնիվ այստեղ ինձիկը եւ նյուանսը ոչ այնքան Ադրբեջանի տարածքով Վրաստանով Հայաստան Ռուսաստանից գնացքի մասին է, որքան շեշտադրում է, որ այդ ամեն ինչը պայմանավորված է օգոստոսի 8-ի Վաշինգտոնում տեղ ունեցած հռչակագրի ստորագրմամբ, այստեղ բավականին հետաքրքիր պատկեր է ուրվագծում իմ առջև, եթե այդ ամեն ինչը Վաշինգտոնում է իրականացվել, այսինքն չգիտեմ, եկեք մի փոքր լրիվ այլ համատեքստից գնահատենք իրար հետ, եթե Ռուսաստանից է գնացքը եկել Ադրբեջանի տարածքով մտել Վրաստան, Վրաստանից եկել Հայաստան եւ դա պայմանավորել բացառապես օգոստոսի 8-ով, այսինքն Ռուսաստանի շահագրգռվածությունը ո՞րն է եղել այս առումով օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նման հռչակագրի կնքման համատեքստում եւ չեմ կարծում, որ Վաշինգտոնը իրականացներ նման ջանքեր, որպեսզի Ռուսաստանը այս առումով էստաֆետը վերցներ իր ձեռքը եւ հաղորդակցությունների ապաշրջափակման առումով իրականացներ իսկապես իրադարձային գործընթաց, բավականին նյուանսներ կան եւ հետո հաջորդ հարցն է առաջանում, ստացվում է, որ օգոստոսի 8-ին ստորագրվել է բոլորովին այլ բովանդակությամբ փաստաթուղթ Թրամփի ուղի ձևավորելու մտադրության մասին, բայց փաստացիորեն ստացվում է, որ փաստորեն եթե լինի ցանկություն, եթե լինի կամք, Ադրբեջանից Հայաստան կարող է այլընտրանքային այլ հաղորդակցության միջոցներ գործադրվեն, որի հետևանքով Հայաստան կարող է գալ Ադրբեջանի տարածքով բեռներ, որոնք որևէ աղերս չունեն Թրամփի ուղու հետ։ Հետևաբար հարց է առաջանում, եթե հնարավոր է Հայաստանի Ադրբեջանի միջև ապահովել հաղորդակցության կապ, այդ թվում նաև Ռուսաստանից, չի բացառում, ինչպես նաև նշվել է, որ առաջիկա օրերի ընթացքում Ղազախստանից կգա ցորեն ներկրվի, ցորենը շատ պայմանական է, կարող է լվացքի փոշի գա, մյուս օրը կարող է ծանր, ուրեմն մեքենաշինական սարքավորումներ գան, այսինքն հաղորդակցության մասին է խոսքը։ Եթե հնարավոր է Ադրբեջանի հետ նման հաղորդակցության կապ հաստատել, այստեղ լրիվ ուրիշ հարց է առաջանում։ Ինչի՞ է պետք Թրամփի ուղին։ Ինչի՞ է պետք ընդհանրապես Թրամփի ուղին։ Թրամփի ուղին էլ թող լիներ, բայց եթե մենք իսկապես գնում ենք հաղորդակցության ապաշրջափակմանը, եթե իսկապես Հայաստանն ու Ադրբեջանը հաստատում են լիակատար տևական արժանապատիվ եւ հաստատուն խաղաղություն, ապա ո՞րն է պատճառը, որ շեշտադրումը բացառապես դրվում է Թրամփի ուղու վրա եւ Սյունիքով, ուրեմն ճանապարհի բացման վրա։ Եկեք սկսենք գործարկել այլընտրանքային ուղիները եւ այս համատեքստում տեսեք Ադրբեջանի նախագահը նման քայլ է արել Ղազախստանի նախագահի հետ հանդիպման ընթացքում, ընդգծելով, որ ինքը հանում է բոլոր սահմանափակումները դեպի Հայաստան գալացող բեռների փոխադրման առումով, ինձ համար բավականին հետաքրքիր է եւ ես ուզում եմ, որ Հայաստանի իշխանությունները այս հարցին պատասխանեն։ Հայաստանի գործադիր իշխանության ղեկավարը Նիկոլ Փաշինյանը պատե առիթը չի կորցնում, տարածորեն 3 էլ կառավարության նիստում ընդգծեց, որ կես ժամվա ընթացքում թե Կորնիձորի, թե Մարգարայի անցակետերով Հայաստանը պատրաստ է ճանապարհ տալ, թե Ադրբեջանից դեպի Հայաստանի միջով Թուրքիա գնացող բեռներին, թե Թուրքիայից Հայաստանի միջով Ադրբեջան բեռներ տեղափոխելու գործընթացին։ Հետևաբար հարց է առաջանում, ինչու Թուրքիան եւ Ադրբեջանը չեն լսում Հայաստանի ձայնը, Երևանի ձայնը պաշտոնական, ինչու
որևէ բեռ չեն նախապատրաստում կամ չեն պլանավորում թեկուզ զուտ ժեստի համար այս փուլում եւ ինչու է Հայաստանի ձայնը մնում օդի մեջ այստեղից պետք է լրջագույն հետեւություններ անել ես չեմ ասում որ դա չի լինի երբևէ բայց հիմա եթե դեպքում ընդառաջկալ այս ուղղությամբ չեն անում այո չեն անում չի շարժվում ես հեռու եմ այն մտքից ես տնտեսագետ չեմ կարող ասել որ դա ձեռնտու չի Թուրքիային եւ Ադրբեջանին ճիշտ հակառակը Թուրքիայի եւ Ադրբեջանի միջև ցամաքային կապի հաստատման ամենակարճ ճանապարհը ենթադրաբար անցնում է Հայաստանի տարածքով, հետեւաբար իրենք պետք է առավել եւս շահագրգռված լինեն, որ Ադրբեջանից Հայաստանի միջոցով Թուրքիա բեռների տեղափոխման եւ հակառակ ուղղությամբ, հետեւաբար Հայաստանի իշխանությունները պետք է տան այս հարցի պատասխանը, ինչով է պայմանավորված, որ Ադրբեջանը բացում է իր տարածքը Հայաստանի համար որպեսզի իր տարածքը օգտագործվի Ռուսաստանից, Ղազախստանից, ենթադրաբար հնարավոր է նաև այլ երկրներից առաջիկայում բեռներ տեղափոխելու, բնականաբար ենթադրում է, որ Ադրբեջանը դրանից նաև տրանզիտային գումարներ է, վճարներ է ստանալու, բայց հակառակը Հայաստանի տարածքը չի օգտագործվում իրենց բեռների փոխադրման համար։ Առաջին որ Հայաստանը կստանա տրանզիտային վճարներ, այս առումով երկրորդը ես դա երկրորդացնում եմ, ինձ համար առաջնայինը քաղաքական աշխարհաքաղաքական հարցերն են։ Այս առումով ինչու Ադրբեջանը եւ Թուրքիան չեն դրսևորում շահագրգռվածություն, որ Հայաստանի տարածքը օգտագործվի իրենց բեռների տեղափոխման համար առավել եւս այն դեպքում, երբ Հայաստանի գործադիր իշխանության ղեկավարը կրկնում եմ, պատե առիթը չի կորցնում, հայտարարելով, որ կես ժամվա ընթացքում մենք պատրաստ ենք ցանկացած ծավալի բեռներ, ուրեմն ապահովել անվտանգ նրանց տեղափոխումը Հայաստանի տարածքով։ Հիմա այդ ընդառաջ քայլը ինչու արեց դուք կարծում եք Ալիևը, որովհետև մի կողմից փաստորեն ընդառաջ քայլ է արել, մյուս կողմից Սևանի մասին է արդեն խոսում։ Դուք կարծում եք սա արվել է, որպեսզի նաև ճանապարհով Սյունիքի այդ Թրամփի ուղիով առանց վերահսկման ապրանքները տեղափոխի։ Ասի տեսեք, ես էս ընդառաջ քայլն եմ արել, ուրեմն պետք է վերահսկողություն չլինի կամ հեռավար ինչպես։ Տեսեք, Ադրբեջանի ղեկավարը օգտագործում է հիբրիդային պատերազմին բնորոշ բոլոր գործիքակազմերը եւ իրականացնում է ինչպես ուժային գործոնի կիրառման քաղաքականություն, այնպես էլ փափուկ ուժի կիրառման քաղաքականություն։ Հիմա տեսեք, իրենց մեսիջները եւ ներքին լսարանին են ուղված եւ արտաքին լսարանին են ուղված։ Մի կողմից ապաշրջափակման կոնկրետ քայլի դրսևորմամբ իրենք փորձում են միջազգային հանրության մոտ տպավորություն ձևավորել, որ իրենք նպատակադրված են խաղաղություն հաստատելու, բայց հարգելի Հերմինե, ես իմ ներքին համոզմունք ունեմ, որ սա Ռուսաստանի համաձայնությամբ իրականացված աշխարհաքաղաքական գործարք է, չեզոք հաստելու Թրամփի ուղու աշխարհաքաղաքական նշանակություն է, հանրությանը ցույց տալու, նաև Հայաստանի հասարակությանը ցույց տալու համար, որ եթե Ռուսաստանը ցանկանա, ապաշրջափակումը կարող է իրականացվել առանց Թրամփի ուղու շահագործման, հետեւաբար սա նաև Ալիևի կողմից շատ հաշվարկված եւ մտածված աշխարհաքաղաքական խաղ էր, ցույց տալու համար, որ այո, իրենք գնացել են Թրամփի ուղու ուրեմն գործարկմանը, բայց իրենք չեն անտեսում նաև իրենց այլ գործընկերներին, մասնավորապես Ռուսաստանի հետ հարաբերությունների ասպեկտը եւ ցանկացած պահի հաշվառնելու նաև Ղազախստանի գործոնը, ԵԱՏՄ-ի գործոնը, ընդհանրապես տարածաշրջանի աշխարհաքաղաքական հետաքրքրությունների իրողությունը, իրենք մի այնպիսի բազմաշերտ քայլ են իրականացրել, որով ըստ էության նման հարցեր են առաջանում կոնկրետ նաև ինձ մոտ էլ, որովհետև իսկապես, եթե հնարավոր էր Ադրբեջանի տարածքը օգտագործել Հայաստան բեռներ տեղափոխելու համար, եղբայր, ինչ եք էս 1 տարի կամ 2 տարի կամ 3 տարի կամ մշտապես սևեռվեր Սյունիքի տարածքով հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացին։ Այսինքն Հայաստանի տարածքը նույն տրամաբանությամբ կարող է օգտագործվել, ընդ որում ավելի էֆեկտիվ, արդյունավետ եւ կարճաժամկետ, նույնիսկ 1 ժամվա ընթացքում, ինչպես փաստում է Փաշինյանը, Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան, դեպի Թուրքիա բեռներ տեղափոխելու համար։ Բացատրությունը ո՞րն է։ Բացատրությունը նշեցի, այստեղ բազմաշերտ, բազմակալ կոմբինացիա է խաղարկվել Ռուսաստանի դերակատարությունը ընդգծելով, որովհետև եթե Ռուսաստանը չցանկանար, այդ երկաթգծով այդ բեռները չէին տեղափոխվի, այսինքն բավականին ենթատեքս եւ աշխարհաքաղաքական ուղերձ պարունակող քայլ է իրականացել։ Գովել էր նաեւ այդ ճանապարհը, որ Սյունիքով պետք է լինի, կարևորել էր, հետո իրանից ասել էին, որ մենք չենք տեսնում խնդիրներ առանձնապես։
արտգործնախարարն ասել, այսինքն Փաշինյանն ասում է, տեսակ, ձեր կանխատեսումները թե Իրանը կնեղանա, Ռուսաստանը կնեղանա, սխալ էին այդ կանխատեսումները, մենք կարողացանք հավասարակշռել։ Բայց նկատենք, որ հիմա այլ իրավիճակ է ձևավորված եւ չգիտենք թե ինչ կլինի հետո։ Եթե Փաշինյանի լսենք, ամեն ինչ հրաշալի է, ամեն ինչ իդեալական է, որևէ խնդիր չի եղել, որևէ կոնֆլիկտ չի եղել, բայց ես ուզում եմ մի քիչ սառը ջուր լցնել էլի այդ լավատեսության վրա, որովհետեւ Ադրբեջանից հնչող ուղերձները, Ադրբեջանում վաղ կամ այսօրն իրականացվող այդ հաղթական, այսպես ասած, շքերթը, Ադրբեջանի հռետորաբանությունը, տարածորեն 3 Ադրբեջանում վերադարձ դեպի արևմտյան Ադրբեջան հախուռն կամ ամպագորգոր վերնագիրը կրող այդ միջոցառումները լրիվ այլ ազդեցություն եւ այլ ասոցիացիաներ են առաջացնում հայ հանրության մոտ։ Հետեւաբար Փաշինյանական լավատեսությունը դա բացառապես պայմանավորված է ներքաղաքական եւ նախընտրական տրամաբանության լույսի ներքո, փորձելով հանրությանը հաղորդել լավատեսության այնպեսի դոզա, որ ամեն ինչ իդեալական է, ամեն ինչ անցյալում է մնացել պատերազմական, մենք թևակողել ենք խաղաղության փուլը եւ ամեն ինչ հրաշալի է լինում։ Ես այդպես կգնահատեի, եթե նույն հռետորաբանությունը նաեւ լիներ Ալիևի կողմից, բայց կրկնում եմ, եւ չեմ ուզում չարագուշակությամբ զբաղվել, բայց մենք Փաշինյանի լավատեսության մասին խոսենք 2026 թվականի ներողություն հերթական խորհրդարանական ընտրություններից հետո կտեսնենք Ալիևի խաղաղասեր ինչ է մնացել խաղաղասեր Ալիևից եւ նա ինչպես է վերադիրքավորվում եւ ինչպիսին է իրենց պատկերացումները հետ 2026-յան Հայաստանի վերաբերյալ։ Հետաբար այս առումով կրկնում եմ բավականին վաղ է տուրք տալ այդ գայթակղությանը Ալիևի որևէ ռազմավարական ծրագրից իրենք հետ չեն քաշվել, չեն նահանջել, ավելին իրենց պատկերացումները արևմտյան Ադրբեջան այդ ցնդաբանության վերաբերյալ օր-օրի առավել նոր դրսևորումներ է ստանում։ Իսկ արդեն համաձայնություններ կան, որոնք պետք է ընտրություններից հետո, եթե Փաշինյանը վերընտրվի, արդեն իրականացնի, որովհետև ԿՊ պատգամավորներից մեկը ասել էր, որ հնարավոր է այո ադրբեջանցիները գան այստեղ ապրեն։ Այսինքն պաշտոնապես ասում է, որ այդ մասին չենք խոսում, չենք քննարկում, մեզ ասում են, չեք տեսել խաղաղության համաձայնագիրը 17 կետ այնտեղ նման բան գրված չէ, բայց ամեն դեպքում մեզ թեման կա եւ ընտրություններից հետո պետք է։ Գիտեք, դա է ջայլամային քաղաքականությունը, որ ինձ համար բացարձակապես անհասկանալի եւ անընդունելի է։ Ես վերջերս տարածություն 2 օր առաջ խոսել եմ իրական Հայաստանի Նիկոլ Փաշինյանի կառուցած կամ կառուցվող իրական Հայաստանի եւ Իլհամ Ալիևի իրական Ադրբեջանի կոնցեպտների մասին։ Եվ ինձ համար իսկապես անհասկանալի է, որ Նիկոլ Փաշինյանի խոսույթը եւ Ալիևի խոսույթը իրական Հայաստանի եւ իրական Ադրբեջանի միջեւ բացարձակապես դրանք անհամատեղելի հասկացություններ են։ Ալիևը կառուցում է իրական Ադրբեջան այնպիսի շեշտադրումներով, որոնց ռազմավարական նպատակը ներկայիս Հայաստանի կլանումն է։ Ոչ թե միայն զինվորով, ինչպես ինքն է բնութագրում տանկերով, այլ հանգիստ խաղաղ փափուկ ուժի գործադրմամբ, չհանդեսելով ուժային գործոնը, այսինքն նաև այսպես ասած 300,000 ադրբեջանցիների ներկայիս Հայաստանի տարածք ուրեմն ուղարկելով ավելի մեր աշխարհագրական տերմինների աշխարհագրական բնակավայրի անունները ուրեմն իդենտիֆիկացնելով իրենց ուրեմն պատկերացումների հետ, բայց այստեղ նույնիսկ եթե մեր ճշտամին նման խոսույթ է կիրառում, մեր դեմ նման հիբրիդային պատերազմին բնորոշ գործիքակազմ է կիրառում, հարգելի Հերմինե, ես ուղղակի ապշած եմ, որն է իրական Հայաստանի Նիկոլ Փաշինյանական կոնցեպտը։ Լավ, եթե նույնիսկ դու չես պատրաստվում նման հեռար նպատակ չունես, բայց գոնե որպես պայստային տարբերակ, ինչու օրինակ չի կազմակերպվում Հայաստանում նույնիսկ ոչ կառավարական մակարդակով Ադրբեջանում երբևէ ապրած կես միլիոնանոց հայերի վերադարձի կոնցեպտի մասին նույնիսկ քննարկումներ։ Ինչու ժամանակ առ ժամանակ Ադրբեջանին չի հիշեցվում, որ Բաքվի հայության, Սումգայիթի հայության եւ նրանք այնտեղից խոսում են, այստեղից հայտարարություն արվում է այդպեսին։ Ես չեմ կարծում, որ ասում են դե եթե թեման բացենք, ձեռնտու չի լինելու նաեւ իրենց։ Այդ մասին խոսքը ձեռնտու չլինի, թող ձեռնտու չլինի, բայց անհրաժեշտ է, որպեսզի նաեւ լսեք, Ադրբեջանի նախագահի խոսույթը մենակ ներքին լսարանում չի ուղղված։ Ի վերջո միջազգային հանրությունն էլ ականջալուր այդ հայտարարություններին։ Եվ այնքան է ասում լեգիտիմացում այո, հետեւաբար մենք պետք է կարողանանք հակախաղերով զսպել Ադրբեջանի հնարավոր ախորժակը,
որովհետև այդ ախորժակը անընդհատ ուտելուց բացվում է, երբ որ դու ինչ-որ մի բան զիջում ես իրենք անընդհատ նորանոր պահանջներ են ներկայացնում եւ ես չեմ տեսնում որևէ տպավորություն կամ տրամադրություն, որ Ադրբեջանի նախագահը հրաժարվում է իրենց որևէ պատկերացումներից։ Ճիշտ հակառակը, իրենց խոսույթում մեր ժողովրդի պատմությունը նսեմացնելու, ստորացնելու, նվաստացնելու քաղաքականություն է իրականացվում։ Այսինքն մի հատ նայեք վերջերս իրենց գիտությունների ազգային ակադեմիայում այդ անձնավորության կատարած հայտարարությունները եւ դրանց ենթատեքստը, այսինքն եթե բացենք փակագծերը, թարգմանենք Ալիևի ասածը, մենք այստեղ համարվում ենք որպես եկվոր ժողովուրդ, ըստ այդ պետության ղեկավարի։ Հետեւաբար այս մառազմին, այս ցնդաբանությանը պետք է համարժեք պատասխան տրվի, թե ոչ։ Ես չեմ տեսնում այդ համարժեք պատասխանը։ Այսինքն գիտեք ինչ, Սևան չկա, Գյոլ չա, 21-րդ դարի քարտեզները նայեք, այնտեղ այդպիսի բան գրած չկա։ Փաշինյանն էլ իդեպ մեկնաբանում էր, ասում էր չի ասել չկա Սևան, ասում է քարտեզներում չկա։ Տեսեք, թողին Փաշինյանի ուրեմն բայց ամեն դեպքում ինչ Սևանին այո, հենց այդ է ես ասում, եթե Ալիևի նպատակը իսկապես խաղաղության հաստատումն է, ինչու է փորփրում անցյալը։ Ինչու է հետ ուզում գնալ, ինչ է դրանով ուզում ապացուցել, դրանով ինչ հաջողություն է ինքը փորձելու, հաջողությանը հասնելու, ինքը որ ռազմավարական խնդիրն է լուծում։ Այսինքն ճիշտ հակառակը, չէ, ինքը տորպեդահարում է խաղաղության գործընթացը, որովհետև ինքը շատ լավ հասկանում է, որ Սևանին այդ անվանումը տալով ինքը որևէ ձևով չի նպաստելու խաղաղության գործընթացի հաստատմանը։ Ճիշտ հակառակը թշնամացնում է իր երիտասարդ սերնդի մոտ առաջացնում է ռևանշի ուրեմն նկարտումներ, Հայաստանը կլանելու, Հայաստանի վրա հարձակվելու, Հայաստանը նվաճելու ուրեմն սերմեր է ցանում։ Այսինքն ակնհայտ է, չէ, որ Ադրբեջանը մեր հետ այս առումով հաշտվելու որևէ մտադրություն չունի։ Հա, շատ լավ հասկանում եմ, իրենք էլ չեն ուզում պատերազմ։ Իրանք ընդհանրապես ուզում են խաղաղ միջոցներով վերցնել Հայաստանը։ Սրա մասին է խոսքը։ Հիմա մենք ինչ պետք է անենք։ Համակերպենք, ասենք ինչ է թե պատերազմ չենք ուզում, լսեք, նորից եմ կրկնում, Փաշինյանական այդ իշխանության այդ քարոզչությունը, որ եթե դու համաձայն չես Նիկոլ Փաշինյանի դրսևորման հետ կամ նրա վարած քաղաքական գծի հետ, ուրեմն դու պատերազմ ես ուզում։ Ես պատերազմ չեմ ուզում, բայց ես նաև ստորացում էլ չեմ ուզում, ես պարտություն էլ չեմ ուզում, ես նսեմացում էլ չեմ ուզում։ Ես չեմ ուզում, որ Ալիևը իմ ժողովրդին եւ իմ երկրի քաղաքական վերնախավին նվաստացնի, չեք հասկանում, այս տարական բան է։ Այսինքն այստեղ այնքան պարզա իրողությունը Ադրբեջանի հետ պետք է խոսել արժանապատիվ դիրքերից, արժանապատիվ խոսույթով պետք է հակադարձել իրենց։ Եվ այո, պետք է գնալ հաստատում։ Արժանապատիվի տակին չեմ մտնում, ասում են։ Միայն ասում եք արժանապատիվ խաղաղություն ենք ուզում։ Ո՞րն է այդ արժանապատիվ խաղաղությունը։ Ձեզ հակադարձում են ԿՊ-ից։ Ուրեմն չզիջել Հայաստանի Հանրապետության ռազմավարական որևէ շահ, չզիջել ուղակի։ Եթե ի վիճակի չեք չզիջել, հեռացեք։ Չզիջել։ Ես չեմ ուզում, որ որևէ ռազմավարական շահ զիջվի Ադրբեջանին։ Եվ եթե նույնիսկ զիջման ընկալումը դա պետքա լինի, դա պետքա լինի փոխզիջում։ Դա պետքա լինի փոխադարձ։ Մենք փոխզիջում չենք տեսել։ Այո, դա պետքա լինի Ադրբեջանի կողմից հայելային արձագանք։ Սրա մասին է խոսքը։ Խաղաղության պայմանագրում ինչ է զիջել իրենք։ Ինչ։ Խաղաղության պայմանագրի այդ այսօր կետերում ի՞նչն էր զիջվել Ադրբեջանի։ Դրանք հռչակագրային դրույթներ են, օրինակ, ասեմ դες ինչը կլիներ Ադրբեջանի կողմից զիջում։ Ադրբեջանի կողմից փոխզիջում կլիներ, որ ինքը անվերապահորեն իր զորքերը հաներ Հայաստանից գրաված 240 կիլոմետր տարածքից։ Անվերապահ զիջում կլիներ, փոխզիջում կլիներ, եթե ինքը անվերապահորեն առանց նախապայմանի Բաքվից ազատեր պատանդարված գերեվարված անձած։ Այսինքն փակեր այդ էջը, որը ուղղակիորեն ցավ է, ուղղակի մեր վերքի վրա աղ լցնելու գործընթաց է։ Ես դա այդպես եմ համարում, Հայաստանին մեկ անգամ եւս նվաստելու եւ հայ ժողովրդին ստորացնելու քայլ եմ ես համարում։ Հասկանում եք, ինչքան էլ որ այդ այնտեղ գտնվող անձանցից որոնց նկատմամբ ես ունենամ որոշակի վերապահումներ, ոչ միայն որոշակի, այլ կոնկրետ վերապահումներ ունենամ, բայց միանշանակ է դա ինձ վիրավորելու, ստորացնելու ուղղված քայլ է։ Հաջորդը ապառազմականացվեր Հայաստան եւ Ադրբեջան սահման ամբողջությամբ, այսինքն զորքերը հետ քաշվեին, սկսվեր ականազերծման աշխատանքներ, ես կհամարեի, որ իսկապես Ալիևը գնում է տևական խաղաղության։ Հետևաբար Հայաստանի իշխանությունների ջանքերը եւ իրականացվող քայլերը ես կհամարեի արդարացված եւ նույնիսկ ընդունելի։ Ավելին, 1.5 տարի Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը մեր ժողովրդներին, այդ թվում ես մեր մասով ասեմ, մեր Հայաստանի ժողովրդին մոլորեցնում են սահմանազատման ու սահմանագծման գործընթացի մասով։ Այսօր այս պատուհանը դրեցինք, այսօր այս պատուհանի այս փոշին սրբեցինք։ Բայց ամեն դեպքում առաջ չի շարժվում։ Այո, տարի ու կես այդ գործընթացը, ասում եք խաղաղության ժամանակաշրջանը, չէ՞, ԿՊԱ-կաններ ասում են 2 տարի, այո, 2 տարի մի կրակոց չի եղել, չէ՞, բա փայլուն ժամանակահատված էր, գոնե 10 կիլոմետր սահմանագծելու ու սահմանազատելու, բա
բա ինչ չեք արել։ Ուրեմն լրջագույն գլոբալ խնդիրներ կան, չէ՞։ Ադրբեջանը ինչ է ասում։ Ադրբեջանի պահանջները մոռացել եք։ Դուք լսել եք Ալիևի որևէ ելույթ կամ խոսույթ, որտեղ ինքը հրաժարվում է իր որևէ նպատակից։ Չկա այդպես բան, ժողովուրդ ջան։ Հաջորդը նենգորեն խապված հայ ժողովրդին իրենք չունեն այս հարցի պատասխանը։ Ինչ եղավ հայ-թուրքական հաշտեցման գործընթացը։ Ինչ եղավ Քլաջ-Ռուբինյան երկխոսությունը։ Ինչու չի բացում հայ-թուրքական սահմանը։ Բայց դա խաղաղություն է։ Ընդ որում տպավորություն է, որ այդ խաղաղությունը մենք չենք ուզում։ Ես դեզանից շատ եմ ուզում խաղաղություն։ Ես իսկապես ուզում եմ խաղաղություն եւ ես իսկապես գտնում եմ, որ Հայաստանը առաջիկա 30-ից 50 տարիների ընթացքում պետք է իսկապես վարի խաղաղ գոյակցության քաղաքականություն, փորձելով ոտքի կանգնել իր կռած մեջն ուղղել։ Հաջորդ գործընթացներից խոսենք, որոնք ներքաղաքական են, Փաշինյանի համար բավականին կարևոր են եւ խառնում են ամբողջ ներքաղաքական դաշտը, սև ու սպիտակների բաժանվում, խմբերի բաժանվում եւ իրար հետ պատերազմում, նաեւ սոցցանցերում մենք դա տեսնում։ Փաշինյանը Կիրակի օրը պատրաստում է գնալ Թալին Տեր Թադեի մատուցած պատարագին մասնակցելու եւ այս գործընթացը ասում է պետք է այնքան շարունակենք մինչեւ հասնենք Մայրաթոր։ Այս ընթացքում տեսնում ենք հոգեվորականների նկատմամբ պայքար, նաեւ պես անձնական տեղեկատվության տարածում, տեսանյութեր, ինչ որ հրապարակումներ նրանց մասին, հետո քրգործերի հարուցում, այս ամբողջը իրար հետ ինչ Ես երկու շերտի կբաժանեմ այս իրողությունը, այո, Փաշինյանը այդ առումով համառ է, պնդաճակատ է եւ չեմ կասկածում ինքը գնալու է կաթողիկոսին վեհարանից հեռացնելու գործընթացում մինչև վերջ եւ եթե ատամները կտրեր, սուրը կտրեր, այսպես ասած, հիմա ինքը արդեն այդ խնդիրը լուծած կլներ, ընդ որում չեմ բացառում ինչ որ փուլի նա եթե զգաց որ ուժը պատում է բռնությամբ բռնի մեթոդներով նույնիսկ դա կանի, այսինքն Փաշինյանը ապացուցել է, որ որևէ կարմիր գիծ չունի այդ առումով եւ այս ամեն ինչ այս process-ը ուղղված է, որ այս ամեն Կիրակի օրերին ինչ որ գնում մասնակցում է եւ ԿՊՆ-ն սա հայ առաքելական եկեղեցուն խժդժություններ հրահարելու, եկեղեցու ներսում հոգեվորականների միջև բախումներ հրահարելու, ստեղծելու, երկպառակություն սերմանելու, եպիսկոպոսած դասի միջև անվստահություն սերմանելու, որտեղ մամուլը ժամանակ առ ժամանակ սփռդում է, չէ՞ որ առանձին եպիսկոպոսներ վեհապարից պահանջում են հրաժարական տալ, այս ամեն ինչը, այսպես ասած, նախերգանքն է եւ փորձ է արվում դրանով հատիկ առ հատիկ պատերը քանդել, որպեսզի հայ առաքելական եկեղեցու այդ ամբողջ առաջնորդած դասը փլուզվի։ Սա է ուրեմն նպատակը, թե չէ, գիտեք ինչ, եթե կաթողիկոսի դեմ է պայքարը, նրա հեռացման դեմ են պայքարում, ինչ է մյուս սրբազաններին թիրախավորել այս դեպքում։ Այդ մյուս սրբազանները կամ այդ մյուս հոգեվորականները, ուրեմն այդ ամբողջ եկեղեցական բուրգը սնուցող հենարաններ են։ Այդ հենարաներից ամեն մեկից մի պատը քանդելը, ուրեմն թույլատնում է մի օր էլ փլուզվելու է ամբողջությամբ այս առումով։ Բայց Նիկոլ Փաշինյանը մի շատ կարևոր բան չի ուզում, նա շատ լավ հասկանում է այդ առումով, բայց ինքը մեր հանրությանը ուզում ապացուցել եւ հանրության որոշակի շերտին էլ հիմարի տեղ դնել։ Երբ որ մարդ ասում է ես չեմ պայքարում եկեղեցու դեմ, ես պայքարում եմ կաթողիկոսի դեմ։ Դա նույնն է, ոնց որ հիմա ասեմ ես չեմ պայքարում Նիկոլ Փաշինյանի դեմ, ես պայքարում եմ իշխանության դեմ։ Հասկանում եք, չէ՞, աբսուրդը որտեղ է։ Այսինքն ակնհայտ է, նույնիսկ եթե ինքը իսկապես պայքարում է այսօրվա կաթողիկոսի դեմ եւ համոզված է կաթողիկոսը հեռանայել, շարունակելու է Փաշինյանը պայքարել, այսինքն այստեղ խնդիրը մենք կաթողիկոսը։ Ես դա եմ ուզում ասել, որ եթե օրինակ վաղ ես հեռանում եմ, շարունակելու է այդ պայքարը։ Ամբողջ խնդիրը գիտեք որն է, որ նույնիսկ հետեւյալն է, եթե իսկապես կաթողիկոսը իր համար անընդունելի եւ անվստահելի անձ է, Փաշինյանը շատ լավ գիտակցում է, որ կաթողիկոսին այս մեթոդներով, այս գործիքակազմով հեռացնելը ուղղակիորեն կազմաքանդվում է հայ առաքելական եկեղեցին։ Դա չի կարող իր բացասական ազդեցությունը չունենա։ Ես չեմ ասում այս կաթողիկոսը ուրեմն անխոցելի է կամ հավերժ է։ Ոչ, ճիշտ հակառակը։ Բայց դա չի նշանակում, որ այս մեթոդները պետք է կիրառվի նման խնդիրը լուծելու համար։ Որպեսզի վարկաբեկվի եկեղեցի մարդկանց առաջ, հնարավոր ամեն ինչ, որտեղ գիտեք ինչ, գեներալ Մանվելից սկսած մինչև բանակի նկատմամբ, հետո պետական
կառավարման համակարգը, այդ ճիշտ բան եք ասում։ Հիմա տեսեք, մի հատ Նիկոլ Փաշինյանի վերջի 7 տարիների խոսույթն ասեք։ Նախորդ բոլոր 3 նախագահները թալանչի հանցագործ KGB ագենտներ են, ամբողջ մեր օլիգարխները, գործարար դաշտերը օլիգարխ հանցագործներ են, ամբողջ 30 տարվա իշխանությունները թալանչիներ են, հանցագործներ են, դրանց մեջ իսկապես իրողություններ կան, իսկապես թալանչիներ, հանցագործներ, քրեա օլիգարխիկ համակարգի վառ ներկայացուցիչներ եղել են, դատական համակարգը կոռումպացված է, դատախազները կոռումպացված են, չգիտեմ, մտավորականները ծախված են, եկեղեցին ագենտներ են, այսինքն ըստ Նիկոլ Փաշինյանի մենակ իրենք սուրբ են, մնացածը ուրեմն բան են։ Եվ այս առումով բավականին հատկանշական է, ես ուզում եմ նաև ներքաղաքական այս ասպեկտում անդրադառնալ քաղաքական բաղադրամասին, եւ այս առումով, քանի որ անդրադառնում ենք ներքաղաքական իրավիճակին, կուզենայի մեկ այլ համատեքստից անդրադառնալ ներքաղաքական իրողություններ։ Հիմա որ այս մարդկանց լսեց, կոնկրետ տեսեք, Սամվել Կարապետյանի մասով եմ ուզում ես անդրադառնալ, հիմա իրանք ինչ են արել։ Հիմա իրանք ինչով են մեղադրում Սամվել Կարապետյանին, ասում են այս մարդը օլիգարխ է, մեծահարուստ է ու եկել է Հայաստանում փորձում է այս անել, այն անել, այն անել։ Այ երբ որ խնդիրը հիմա երբ որ խնդիրը վերաբերում է սեփական օլիգարխներին, սեփական գործարարներին, սեփական միջավայրին, այդտեղ Նիկոլ Փաշինյանի համար ուրեմն դա ընդունել է։ Երբ այ օրինակ երբ որ Խաչատուր Սուքասյանն է իրենց համար կամ իրենց օգտին կամ իրենց քաղաքական թիմի անդամ, դա նորմալ է։ Խաչատուր Սուքասյանը, ասենք, մեծագույն քաղաքական գործիչ է, մեծագույն քաղաքագետ է, դա նորմալ է։ Երբ ասենք մնացած մարդիկ են, ասենք այլ անձինք, որոնք իրենց ազդեցությունից դուրս են կամ իրենց տեսակետերին համաձայն չեն, ուրեմն իրանք ռուսական ագենտ են կամ էսեն են, կամ երբ որ Նիկոլ Փաշինյանը տարածորեն երեք ողջունում էր Ռուսաստանի մոտեցումները, ուրեմն հաղորդակցությունների ապաշրջափակման համար, դա կոչվում է ինքնիշխանության դրսևորում։ Երբ որ այլ անձինք են Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման կամ հարաբերությունների վերբերման, այո, վերաբերյալ ինչ որ հայտարարություններ անեն, ուրեմն դրանք Ռուսիա ագետներ են։ Ինչ վերաբերում է ներքաղաքական այդ ասպեկտին, գիտեք ինչ, Նիկոլ Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ 2026 թվականը կարող է շրջադարձային լինել եւ իր իշխանության կորստի համար լեգիտիմ հնարավորություն է, եւ դա ինքը շատ լավ գիտակցում է, եւ հետեւաբար այս առումով ինքը սկսել է ռեպրեսիաների մի գործընթաց, որի հիմնական նպատակը չեզոքացնել հնարավոր բոլոր կոմպոնենտներին, որոնց շուրջ կարող է համախմբում տեղի ունենալ։ Եվ հիմա մասնավորապես վերջի 1.5 ամիսների ընթացքում ինձ համար որպես չեզոք դիտորդի այսպիսի կարծիք է ձևավորվում, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ աստիճանաբար քաղաքական դաշտի ծանրության կենտրոնը ուրվագծվում է Սամվել Կարապետյանի գլխավորած քաղաքական ուժի շուրջ, ռեպրեսիաները, ուրեմն բռնությունները, հետապնդումները այդ ուժի եւ այդ ուժի առաջնորդի նկատմամբ ավելի շոշափելի եւ տեսանելի են դառնում եւ Նիկոլ Փաշինյանը իսկապես հասկանում է, որ իր հիմնական մրցակիցը 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում լինելու է Սամվել Կարապետյանը։ Ես չգիտեմ Սամվել Կարապետյանը ինչ քաղաքական առաջնորդության հայտ կներկայացնի, թե ինչպիսին կլինի նրա քաղաքական հետագիծը, բայց ես տեսնում եմ հնարավորություն, որ նա ունի այդ պոտենցիալը առաջնորդ դառնալու, քաղաքական առաջնորդության մասին է խոսքը, բարերարից վերածվելու իսկապես լիդերի, որի շուրջ համախմբվում է հայ ժողովրդի գերակշռող մեծամասնությունը եւ իդեմս նրա իսկապես իշխանափոխության հայտ է ներկայացում կամ հավակնություն է դրսևորվում, բայց դրա համար այսօրվա գործողությունները փոքրինչ համեստ են, պետք է հստակ Սամվել Կարապետյանի կողմից ուրվագծվեն քաղաքական, ուրեմն ուղերձները եւ այն քաղաքական պլանները, օրինակ ինքը ինչ ձևով պատկերացնում հետ Նիկոլյան Հայաստանը, ներկայացվեն մի քանի գլոբալ մեգա նախագծեր, որոնք ուրեմն վերափոխեն ամբողջ Հայաստանի Հանրապետությունը եւ իր բերած ուղերձները կարող են համախմբել ժողովրդին։ Շատ բան կախված կլինի իրենցից եւ շատ բան կախված կլինի թե իրենց ներկայացումից հետո իրենց ներկայացումից հետո հասարակությունը ինչպիսի արձագանք կտա։ Բնականաբար Նիկոլ Փաշինյանը փորձելու են իրեն մշտապես պահել մինչեւ առնվազն ընտրությունները կալանքի տակ, բայց հենց առաջնորդի ամենակարևոր արժանինքներից եւ հատկանիշներից մեկն էլ նա է, որ նա ցանկացած պարագայում պետք է գտի ձևը այդ կապանքները հաղթահարելու,
պատնեշից դուրս գալու եւ իր խոսքը հասարակությանը ներկայացնելու համար, որովհետեւ տեսեք, մեր քաղաքական կյանքի պատմությունը հարգելի Հերմինե, տեսեք ինչ է արել։ Վերջի 30 տարիների ընթացքում մեր ժողովուրդը չի գնացել գաղափարների հետևից, մեր ժողովուրդը գնացել է անատների հետևից։ 91 թվական, այո, ցավոք սրտի։ Եվ հիմա այնպիսի մի իրավիճակ է, որ օբյեկտիվ, սուբյեկտիվ տարբեր պատճառներով այդ հանրության որոշակի համակրանքը աստիճանաբար ուրվագծվում է այդ անձի Սամվել Կարապետյանի կամ նրա ղեկավարած քաղաքական ուժի շուրջը։ Հետևաբար իշխանությունը դա շատ լավ տեսնում է, զգում է, իրենց ինստիտուտները աշխատում են, իրենց հաշվարկները բերում են իրենց հանրային տրամադրությունների վերաբերյալ, հետաբար այս առումով դրա համար է Սամվել Կարապետյանի ղեկավարած ուժը հայտնվել նրանց, այսպես ասած, թիրախում։ Հիմա պետք է այդ հակախաղը գտնել եւ քաղաքական առաջնորդին բնորոշ վարքագիծ դրսևորել, որ հաղթող քաղաքական թիմ ձևավորել, իսկ դա հնարավոր է միայն միավորման, առավել լայն ընդհանրացնող քաղաքական թիմ ձևավորելու եւ հաջողության ուղերձ հանրությանը տալու համար։ Ինչ կստացվի, ես չեմ կարող ասել։ Հնարավոր է, որ բավականին լուրջ բարդություններ առաջանան, հնարավոր է, բայց հանրության տրամադրությունները շոշափելուն ուղղված քաղաքական այլընտրանք պետք է ներկայացվի, դրանում կասկած չունեմ։ Ես խորապես համոզված եմ, անկեղծ եմ ասում, ինչպիսի քաղաքական ներկապնակ էլ ձևավորվի, ինձ համար ակնհայտ է, այս իշխանությունը պետք է հեռանա, Հայաստանում պետք է ձևավորվի որակապես նոր իշխանություն եւ որակապես նոր ընդդիմություն։ Խորհրդարանական ընդդիմությունը չպետք է վերարտադրվի, իրենք վերջի 5 տարիների ընթացքում կրում են 2021 թվականից ինչ տեղի ունեցել, կրում են Նիկոլ Փաշինյանի հետ համապարտ պատասխանատվություն եւ քաղաքական գնահատականի են արժանի համատեղ Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած բոլոր իրադարձությունների համար։ Հիմա եթե այսքան մեծ խնդիրների առաջ է Փաշինյանը, տեսնում է, որ երերում է իր տակի աթոռը եւ հնարավոր է չվերընտրվի, այս եկեղեցու դեմ պայքարը ինչ բացատրություն ունի, որ ամբողջ ուժով ռեսուրսները ներդրված են հիմա եկեղեցու դեմ, այնինչ ընտրություններ են առաջիկա, միայն դրան պետք է պատրաստվել։ Ես ձեզ ասեմ, եկեղեցին գլոբալ մեգա ցանց է։ Ամբողջ աշխարհում բայց եկեղեցին առանձնապես խոստովանենք, որ չի կարողացել Փաշինյանին հեռացման գործընթացում առանձնապես դերակատարում ունենալ եւ 21 թվական, այսինքն եթե այդ տեսանկյունից շատերը մեկնաբանում են, թե իբրև թե վտանգ է տեսնում, թե իշխանափոխության մեջ կարող են մեծ ազդեցություն ունենալ, այդ դեպքում ինչու 21 թվականին չունեցան կամ դրան հաջորդած հանրահավաքները ինչ ունեցան։ Այստեղ նաև հոգեբանական խնդիր կա Փաշինյանի համար։ Փաշինյանը փորձում է ապացուցել, որ ինքը իր առջև դրված այնուամենայնիվ այս կամ այն խնդիրը պատրաստ է համառորեն գնալ մինչև վերջ ու լուծել։ Հասկանում եք, որովհետև եթե իրեն չհաջողվի իսկապես հեռացնել ամենայն հայոց կաթողիկոսին, հարց է առաջանում, նա պետք է առնվազն բարոյական տեսանկյունից ընդունի սեփական պարտությունը, ասի, որ ինձ չի հաջողվել, չնայած Փաշինյանին շատ բան չի հաջողվել, բայց այս գործում ինքը կարծեք թե համառ է։ Այո, հետաբար այս առումով ինքը իրեն կաթողիկոսին հեռացնելով ինքը իր մինչև ընտրությունները դա իրեն կբերի հոգեբանական առավելություն, ինքը հանրությանը կուղի ուղերձ, որ այնուամենայնիվ տեսեք ես իմ առջև դրված խնդիրը լուծեցի, հայ առաքելական եկեղեցին ամբողջովին կհայտնվի իր ազդեցության տակ եւ այս առումով մենք կունենանք դեմս հաջորդ կաթողիկոսի Հայաստանի իշխանություններին հելու հնազանդ կաթողիկոս։ Ես չգիտեմ թե հիմա այդ գաղափարախոսությունը կիսող իրական Հայաստան, այո, այս առումով։ Եվ այս առումով Փաշինյանի մտավախությունները, վտանգները գործող եկեղեցուց հետեւյալի մեջ է կայանում։ Ես չեմ զլացել վերջի 4 ամիսների ընթացքում մշտապես դա ասել, եկեղեցին ունի ներուժ։ Այդ ներուժը փորձ է արվել կամ փորձ է արվում օգտագործել Հայաստանում քաղաքական խնդիրներ լուծելու համար։ Ես ասում եմ դա վատ է։ Պետք չէր եկեղեցուն ներքաշել քաղաքական խժդժությունների մեջ։ Ավելին այդ սրբազաններին պետք չէր ներքաշել քաղաքական կեղտոտ խարդավանքերի մեջ եւ օգտագործել նրանց։ Ակտիվություն ցուցաբերեն Արցախի կորստից հետո։ Ինչի կորստի մեջ ուզում եք դրսևորել, հարգելի Հերմինե, ներողություն եմ խնդրում։ Մեր սրբազանները, պնդում եմ, Միքայել Սրբազանն, Բագրատ Սրբազանն, ես խորապես համոզված եմ, իրենք ամենալկտի ձևով օգտագործվել են եւ իշխանության կողմից եւ ընդդիմության կողմից եւ այդ մարդկանց օգտագործել են ու շպրտել են դուրս։ Ես չեմ զրանում այդ ամեն ինչը ասել։ Բաց այդ ես պնդում եմ, երբ որ սկսվեց Բագրատ Սրբազանի, դա ես այտենց եմ մտածում, ես էլ ունեմ իմ տեսակետը, որովհետեւ ես մտածում եմ Բագրատ Սրբազանի գլխավոր այդ շարժումը, Սրբազան շարժումը, իշխանությունը շատ լավ օգտագործեց, նայած
նախ ցույց տալու խորհրդարանական ընդդիմության անդեմություն է, որովհետև խորհրդարանական ընդդիմությունը ուներ ֆորմալ առաջնորդներ, բայց այդ ֆորմալ առաջնորդները ըստ էության այդ շարժման ընթացքում զրոյացվեցին, փոշիացվեցին, ցույց տրվեց նրանց մերկությունը սրբազան շարժման միջոցով եւ այդ ամբողջի ֆոնի վրա մի հոգեվորական եկավ ժողովրդի առաջ կանգնեց եւ քաղաքական հայտ ներկայացրեց։ Բոլորը շատ լավ հասկացան, ընդդիմությունը այդ ընդդիմությունը իր կողմից օգտագործեց այդ մարդկանց Բագրատ Սրբազանին, իսկ իշխանությունն էլ փորձեց իր պատկերացումներով օգտագործել ու մաշել այդ շարժումը, արդյունքում ինչ եղավ։ Վերջում Ահաբեկչի խարանը դաջեցին Բագրատ Սրբազանի ճակատին եւ նրան ուղարկեցին ճաղերի հետեւել։ Ես չեմ ասում դա ազնիվ է, դա արդար է, դա ճիշտ է։ Իսեր աստու ես դրանց չեմ անդրադառնում։ Նույնը արեցին Միքայել Սրբազանին։ Միքայել Սրբազանի թևերի տակ ձմերուկներ դրեցին, ասեցին հարգելի Միքայել Սրբազան, դու գիգանտ ես քաղաքական մտքի, դու ես հայտարարությունները, այս արա, այն արա, խեղճ մարդուն տարան Բայց Միքայել Սրբազանը միշտ է խոսել, այդքան էլ ազնիվ չի ասել, որ նրան ոգևորել են, միշտ էլ խոսել է, միշտ է քաղաքական գործընթացում դիրքորոշումը հայտնել դեռևս Ռոբերտ Քոչարյանի իշխանության ժամանակ։ Ես, հա, Նիկոլ իշխանության ժամանակ էլ է Միքայել Սրբազանը խոսել, Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը ողջունել, հետո հիասթափվել, ախր եթե մենք խոսում ենք, այսինքն եթե մենք խոսում ենք, մենք պետք է ամբողջովին խոսենք, ամբողջովին օբյեկտիվ խոսենք։ Իմ ասածը հետեւյալն է. չէր կարելի եկեղեցականներին ներքաշել քաղաքական խարդավանքների մեջ։ Եվ եթե նույնիսկ եկեղեցականները ներքաշվում էին, Նիկոլ Փաշինյանը այստեղ անձի հետ կապված խնդիր ես չեմ տեսնում։ Նիկոլ Փաշինյանի առաքելությունը ոչ թե պետքա կաթողիկոսին հեռացնել լիներ, այլ քաղաքական վերնախավի, մտավորական վերնախավի հետ միասին կանչել եկեղեցուն, իրեն գնալ Էջմիածին, որ ինչու՞ն է խնդիրը, խեք խառնել։ Ուրեմն մենք անկնեմ, որ խնդիրը ոչ թե ներքաղաքական հարցերն են, վտանգ է տեսնում, որ իշխանապողություն կլինի, այլ նպատակներ ունի Փաշինյանը։ Շատ լավ, եթե այլ նպատակներ ունի, ուրեմն թող մեր եկեղեցին, մեր մտավորականները, մեր չգիտեմ ովքեր բարձրաձայն են այդ վտանգի մասին ներկայացնել, մենք էլ հասկանանք ինչի մասին է։ Դե բարձրաձայնում են, ասում են։ Շատ լավ, թող ասեն։ Շնորհակալ եմ։ Զրուցակիցս Արդար Հայաստան կուսակցության նախագահ փաստաբան Նորեն Նորիկյանն էր։ Շարունակեք մեզ հետևել, կհանդիպենք։